Կրոնավոր աստվածական Վարդան Խաչատրյանի հետ ասում խոսելու ենք իսլամական ծայրահեղական վերջին փոփոխությունների մասին, ընդհանրապես վտանգների մասին աշխարհում և տարածաշրջանում։ Համեցեք Վերջին դրսևորումները հուսալի բոլորը տեղյակ եք, որ իսլամական ահաբեկչության աստիճանը և որակը կտրուկ փոխել է ելնելով նրանից, որ աստերն ահաբեկչական գործողությունները իրականացվում են Տերորի 6-րդ աստիճանների դա, խոսքը վերաբերում է պետականորեն ձևավորված, կազմակերպված և իրականացված տեղանքների։ Իսկ ցանկանալ այստեղ, որ հնչող բազմաբնույթ գնահատականների մեջ մենք շեշտադրենք այս մեկը, էլի։ Դուք պարզ տեսաք, որ հատուկ ծառայությունները ուղղակի չկարողացան կասեցնել ահաբեկչական գործողությունները, որոնք կրեցին մինչ այժմ գոյությունացած համար աննախադեպ ծավալային բնույթ։ Ինչի հետևանք է սա։ Ես խնդրում ուղղակի այս հարցին ուշադրություն դարձնեք։ Տերորը այնքան անկասելի է, որքանով նրա հիմքում ընկած են պետական հնարավորություններ։ Այսինքն մի բան է, երբ որ տերորիստական ակտը, ես քննեցի մի բան լավ պատկերացնենք, էլի տերորիստական ակտը շատ ավելի բարդ երևույթ է, քան լուրջ մարտական գործողությունները, քան լուրջ ճակատամարտը։ Այսինքն լուրջ ճակատամարտի ժամանակ չնայած Կուրսկի ճակատամարտը չի, Ստալինգրադի ճակատամարտը, կամ մեկ այլ Վաթերլոյի ճակատամարտը չի, կամ այլական ճակատամարտը։ Այստեղ այդ ճակատամարտի ընթացքում հնարավոր է վերադասավորումներ, հնարավոր է պլանի փոփոխություն, հնարավոր է գործողությունների վերանայում։ Տերորիստական ակտը չի ենթադրում, այդ բարձրագույն մակարդակի տերորիստական ակտը չի ենթադրում որևէ փոփոխություն, որևէ վերանայում և ճշգրտության որևէ խախտում։ Այսինքն որպես ակտ, այդպիսի զանգվածային տերորի կիրառումը ենթադրում է խորը պատրաստություն բազմահարկ մակարդակներում և այդպիսի ահաբեկչության իրականացումը ցույց է տալիս, որ հիմքում գոյություն ունեն պետական հնարավորություններ, որ տարբերությունը ձեր համար պարզ լինի, ես ուղղակի ձեզ հիշեցնեմ, երբ որ Չեչնիայում պաստորեն գործում էր չեչենական պետությունը, տերորիստական ակտերը, որոնք իրականացվում են Ռուսաստանում, շատ ավելի խորն էին, շատ ավելի անկասելի էին, վերջին հաշվով հնարավորություն չէր լինում, ասենք, պատժել այդ մարդկանց, նրանք եթե հիշում եք Բասաևի գլխավորությամբ վերադարձան, իսկ երբ որ նոր դոստում տեղի ունեցավ այդ տերորիստական ակտը, էլի ծավալում, էլի մեծանում կարթնացրած, առաջացրած, բայց չուներ իր հիմքում պետական հնարավորություն պետության ընձեռած ազատ գործունեության տեխնիկական միջոցներին բացարձակ մոտենալու հնարավորությունը, հոգեբանական մշակման դպրոցներ կիրառելու, առանձին վերցրած ճամբարներ օգտագործելու հնարավորությունը երբ որ չկա, պրոֆեսիոնալների գործունեությունը բարդացած է կամայական երկրում գոյություն ունեցող այլ ստրուկտուրաների ճնշման, այսպիսի տերորիստական ակտեր չեն լինում։ Տերորիստական ակտի հիմքում բացարձակ երևում էր իրականում պետության ընձեռած հնարավորություն, խոսքը վերաբերում է իսլամական պետությանը, որը ընձեռել է այդ հնարավորությունները, շատերը կան այսօր, որ ասում են, որ սա Մումբայի տերորիստական ակտներ հիշեցնում իր բազմահարթությամբ, իր աստիճանների աստիճանականություններով մեկից մյուսին, ես պետք է ասեմ, որ սրա բարդության աստիճանը զգալիորեն ավելին էր և իմ խորին համոզմամբ պետական անսահման տրամադրված ազատության և տեխնիկական հնարավորությունների բազմազանություն, հոգեբանական մշակման աստիճանը խոսում էր այն մասին, որ իսկապես գործել է խորը իմացության բարձրագույն մակարդակի տերորիստական ակտ իրականացնելու ունակ պրոֆեսիոնալների լուրջ բազմություն։ Որ պետությունը նկատի ունեք, որ պետության տրամադրած։ Ես ասեցի իսլամական պետության կամ խալիֆատի։ Այսինքն եթե չկան այդպիսի հնարավորություններ, ևս մեկ անգամ կգտնվենք, սահմանափակ հնարավորությունների պայմաններում այդպիսի բազմաբնույթ անձանց ձևավորումը, ես ձեզ կարող եմ ուղղակի հիշեցնել, եթե հիշում եք, երբ որ Բասաևը խոսում էր և ոչ մի հևք չկար ձայնի մեջ, երբ որ հիմա ասում են, որ մարդիկ ովքեր գնդակահարում էին, չունեին դիմակներ, ոչ մի կերպ չէին փորձում թաքցնել իրենց ինքնությունը, նրանք եկել էին զոհվելու և նրանց հայացքը ապակենման էր։
Դա խոսում է այն մասին, որ դրանք խորը հոգեբանական մշակում անցած մարդիկ էին, այսինքն այսպես կոչված ջիհադական մշակումը, որը իրականացվում էր տարիքյատներում, ինքը շատ բարդ չի, ասեմ ձեզ, բայց նրա գլխավոր խնդիրն այն է, որ մարդուն հոգեբանական այնպիսի մշակման ենթարկեն, որ նրա համար մեռնելը լինի զգալիորեն ավելի թանկ բան, քան ապրելը։ Կյանքը այնքան արժեզրկվի կամ այնպիսի գունեղ պատրանք առաջանա այն կողմնային աշխարհի դրախտի, որին նա ձգտում է եւ որին նա կարող է հասնել, որ այս կյանքը նրա համար շիջի, այս կյանքը նրա համար իջնի իր արժեքում այնքան, որ նրան զոհ տալը առանձնակի մի բան չունի։ Ճիշտն ասեմ, ընդհանրապես կյանքը, որ ասում ենք ամենաթանկ բանը, այդտեղ մի բարդություն կա, որտեղ ձեզնից յուրաքանչյուր կարող է հենց իր օրինակի վրա ասել, որ տասնյակ անգամներ ինքը այդ կյանքը, որ ամենաթանկն է, դրել է հարվածի տակ փողոցն անցնելիս, 1001-ից որ եթե ավտո մեքենա վարում եք, ասենք միշտ լինում 50-50 անում, դուք քշում եք, կարող խփեք, կարող կյանքներ անգամ փորձնեք, բայց դուք քշում եք, այնպես որ այդ թանկությունը, երբ որ պատկերացնում եք ենթագիտակցական առումով կարելի է վերանայել, կենսաբանական, նրանք դա վերանայում են տոտալ հոգեբանական ճնշման պայմաններում, որի արդյունքը այն է, որ զանգվածաբար ստեղծվում են ինքնասպանների բազմություններ, ովքեր պատրաստ են ամուսին, տեսեք Թուրքիայում իրականացված ահաբեկչական ակտը իրականում քրդերի դեմ էր, բոլոր երեքը իրականացնող քրդեր են, 3 պայթյուններ իրականացրեցին քրդեր, ուրեմն ընտրություն կար, երբ որ իսլամական պետությունը հայտարարում է, որ ինքը վերցնում է իր վրա պատասխանատվությունը տերորիստական ակտի, ուրեմն պետք է այստեղ դիտարկենք, որ այդ մարդկանց ընտրությունը այնքան է եղել, որ քրդերի ոչնչացնելու կամ քրդական դեմոկրատական շարժման ընտրությունների հարված հասցնելու համար նրանք օգտագործել են հենց նույն քրդի քրդական պատկանելություն ունեցող մարդկանց։ Հիմա այս տեսակետից, ասենք, երբ որ խոսում ենք Եվրոպայից, ես ցանկանայի այստեղ մենք հաստատի նշենք մեկ հանգամանք ևս։ Այժմ Եվրոպայում գոյություն ունեցող պատկերացումները հիշեցնում են խառնի ճաղան չմիջավ, բայց այնտեղ գլխավոր վեկտորը, որը կարելի է ուղղակի շոշափել, դա այն է, որ բավականին լավ ձևակերպում է, ես 3 կանոնացած, ասած եվրոպական միֆերը շուր եղան բախվելով իսլամական ալեհատի։ Այսինքն ալեհատը, որը բաղկացած է իսլամական ռեֆյուջիներից, այսինքն փաստականից, ոնց բոլորը կան, ինչպես ջիհադիստները, այնպես էլ սովորական մարդիկ, ովքեր մազապուրց են եղել մահվանից իրենց երկրներում, այս մարդիկ գալիս են Եվրոպա կարծր մշակութաբարոյական պատկերացումների բազմությամբ, որը օտար է Եվրոպային, որովհետև հենված է շարիաթի Ղուրանի վրա, որը եվրոպական արժեքների թվում չէ։ Բայց որոնք են այսօրվա եվրոպական արժեքները, որ իրենք ասում են, որ այդ միֆերը սարքած շրվեցին բախվելով այդ ալեհատին։ Այսօրվա Եվրոպան բավականին բարդ իրենց հենց ասացնում ասում, որ եթե Շվեյցարիայում պարլամենտական խնդիր է դարձած եւ քննարկվում է, թե իսլամական մինարետները կարելի է արդյոք կառուցել ավելի բարձր, քան քաղաքացիական ամենաբարձր շինությունները Շվեյցարիայում, Շվեյցարիայի դրոշի վրայից արժի արդյոք հանել խաչը, թե ոչ, որովհետև իսլամադավան քաղաքացիներ ունենք, իսկ նրանց համար ստորացուցիչ է խոնարհվելը կամ պատիվ ցույց տալը խաչին։ Եթե Լոնդոնում այսօր պարլամենտական քննարկումների խնդիրը իհարկե օրենք ընդունվեց, որ խաչը վզին գցած պետական ծառայողները պետք է ազատվեն աշխատանքից, ովքեր համաձայն չեն խաչը թաքցնել։ Եվ իրականացվեց այդ, այսպես ասած, մակրազերծումը, այդ մարդկանց համեցին, հիմա էլ քննարկվում է հարցը, թե իսկ կարելի է արդյոք թաքցված խաչը կրել, որպես այդպիսի։ Եթե, ասենք, թագավորի պաշտոնակալության կամ թագուհու պաշտոնակալության ժամանակ նրա գլխին կարդացվող, այստեղ պարզ պատկերացնենք էլի, թագավորը կամ թագուհին հանդիսանում է անգլիկան եկեղեցու գլուխը։ Եթե նրա պաշտոնակալության ժամանակ նրա գլխին կարդում են Ղուրանի սուրահներ։ Հիմա եթե սրան գումարենք նաև հնարավոր են քաղաքականությունը, որ մինչև այժմ իրականացվեց եվրոպական բուն արժեքների շրջանակում, բազմաբնույթ արժեքներ վերանայելով, իհարկե մենք գոյություն ունեցող իրավիճակը կարող ենք ուղղակի համեմատել բազմաթիվ կողմերից ծագված մի ամանի,
որը դժվար ասել, ինչքան ինչ մակարդակի այդ ջուրը կպահի իր մեջ գոյություն, ինչքանով կարողանա պահել։ Եվ սա պարզորոշ արդեն եվրոպացիները նշում են, ասում թե ինչ կլինի, որը դեպքում Ֆրանսիայում աննախադեպ միջոցառումներ փորձեցին իրականացնել, բայց արդյոք այդ աննախադեպ միջոցառումները կարող են օգնել այն պայմաններում, երբ որ տասնամյակներ Ֆրանսիան փաստորեն ուղղակի հաշվի չի առել այն հնարավոր վտանգը, որը այսօր իրենք փաստում են, որ հա մի քանի ամիս առաջ այն եկած իսլամադավանների ժառանգների շարքերում անցկացված սոցիոլոգիական հայացությունները, որոնք եկել էին դեռևս Դեգոլի կողմից Ալժիրից ներկրվել էին 2 միլիոնից ավելի իսլամադավաններ, այնց չես կարող դու չներկրել, ես ես էլ ասեմ, հարգելիներս, թե Ամերիկան, թե Անգլիան, թե Ֆրանսիան գաղութներից կամ արտաքին պատերազմներից չեն կարող չներմուծել զգալի քանակությամբ տվյալ պետության բնակիչներին, տվյալ տարածքի բնակիչներին, որովհետև դրանք անձինք են աշխատում են իրենց հետ։ Հասկանում եք, ամերիկացիները չեն կարող թարգմանիչներին, որոնք Աֆղանստանում աշխատում են ամերիկյան բանակի համար եւ նրանց ընտանիքներին, չբերել Ամերիկա եւ անհապաղ նրանց չտալ քաղաքացիություն, որովհետև նրանց ընդդեմ ուղղակի որոշող է։ Այդ բոլորին թողնել իսլամական բանվորության մեջ, որոնք համարում են, որ այս մարդիկ սատանային են ծառայել, եւ նրանց ընտանիքներով պետք է մորթեն, այդ հնարավորություն չկա։ Այդ իսկ պատճառով կամայական տեղից, որտեղից դուրս են գալիս, ասենք այդ պայմանական ասած օկուպացիոն զորքերը, նրանք չեն կարող իրենց հետ չտանել ողջ այն տեխնիկական անձնակազմը, որը ներքաշված է եղել իրենց աշխատանքների մեջ։ Հիմա այս մարդկանց շարքերում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց երիտասարդների մեջ արտակարգ բարձր է ծայրահեղական իսլամական պատկերացումների քանակը տոկոսը։ Այսինքն հարցման ենթարկվածների 40%-ից ավելի գտնում է, որ ջիհադը ճիշտ է եւ որ լուծումը հասարակական բոլոր խնդիրների շարիաթ is a solution. Ապաշտյան մի քանի հարց տանք էլի։ Դեմ չեմ։ Պետք է հրավիրները ունեն թերվիչ է դեռ։ Որոնք հավելել օրինակ մասնավորապես, կատարված է տեսնիվի, որպես միջազգային ընդդիմություն է իրական պայքար իսլամական պետությունը, որովհետև տեսնում ենք, որ մինչ այդ միայն Հայաստանը հայց վերջի ծովային և օդային բայց հիմա Ֆրանսիայում տեղի ունեցած այլ շնտեմետ կոալիցիայի միջազգային վայրիներում իրական ռեալ պայքար մղել իսլամական պետության դեմ ինչպիսին կլինի նրանց քայլերը եթե հայտարարում են, որ հաջորդը կարող է լինել Բերլինը, կարող է լինել Լոնդոնը, Իտալիան եւ այլն։ Նախ ասեմ այսպես, եթե կոնցեպտուալ կողմնորոշումը չփոխվի, բավական բարդ եմ պատկերացնում, թե ինչպիսին է լինելու դա, այսինքն երբ որ մենք ասում ենք, որ ընդհանրապես իսլամադավանները հեչ կապ չունեն, դրանք ընդհանրապես իսլամի 1%-ն են։ Ծայրահեղականներ են, որոնք իրականացնում են այս, իրականացնում են այն։ Ես գտնում եմ, որ այստեղ պետք է արմատապես վերանայվի մոտեցումը եւ կոնկրետ դիտվի, թե ով է օգնում, որովհետեւ երբ որ մենք պատկերացնում ենք 1% մարդ, շատ դժվար է պատկերացնել, որ Իրաքի եւ Լևանտի տարածքում նրանց իշխանության տակ անցած է Անգլիայի չափ եւ մի քիչ ավելի տարածքներում նրանք կկարողանային հիմնել պետություն։ Սրան ես մի քիչ ավելի խորը անդրադառնում, եթե դեմ չեք, դա ինչ է նշանակում էլի։ Այսինքն մի բան է, երբ որ ֆինանսավորվում է գոյություն ունեցող պետությունը, սպասարկվում է նրա տարբեր ինստիտուտները, հա, ոնց որ ասենք մեր մոտ կարող ունի։ Բայց ուրիշ ծախսերի բնույթ է, ուրիշ ծախսերի զանգված է, երբ որ խոսքը վերաբերում է պետության հիմնմանը եւ նրան բարձրագույն մակարդակի հասնելու նրա բոլոր ինստիտուտների ստեղծմանը եւ այս ամենի ֆինանսավորմանը։ Եվ պատկերացնել, որ դա ընդհանրապես նավթի վաճառքով է, որը 1-10-ի գնով վաճառում են Թուրքիայում, եւ այդ ամենը հնարավորություն է տալիս այդ հսկայական ծավալներով տարածքում իրականացնել պետականաստեղծ գործունեություն, դա ինքնախապեյություն է բացարձակ։ Այսինքն այստեղ մասնակցություն ունի զգալի շատ ավելի մեծ իսլամական զանգված, քան կարող է պատկերացվել այդ 1 կամ 3 կամ 5%-ը իսլամի։ Հիմա մյուսը, մենք կանգնած ենք բառից բուն իմաստով մի ջրբաժանի վրա։ Սրանից հետո կլինի ծայրահեղականները, կլինեն սովորական իսլամադավանները, նրանք պատկերացնում են արդեն ինչ է նշանակում իսլամական խալիֆատ որպես մոդել։ Այսինքն այս հասարակական մոդելը
իրենք ամեն տեղ պետք է փորձեն իրարել։ Որտեղ տարածք կընկնի ձեռքերը։ Կլինի դա Միջին Ասիայում, կլինի դա Հարավային Կովկասի տարածքներում, իրանց համար ամենաթանկարժեք այս պահի դրությամբ տարածքը, մեր Հայաստանն էլ հետ է, էլի, որ հանգարց մտնելիք ուրիշ բան չանցնի թե դա հեռավոր, մի հատ զանջալու ոչինչի մասին մեզ չի ասել։ Ոչ։ Նրանց գլխավոր թիրախներից մեկը հենց հանդիսանում է Հայաստանը, թուրքալեզու իսլամի ամբողջականացման խնդիրը լուծելու համար։ Եվ հեչ պատահական չհամարեք, որ հայերի եկեղեցիները պայթեցվեցին, ուղղակի հետանակոծման ենթարկվեցին հայերի եկեղեցիները, հայոց առաքելական եկեղեցին ընկավ հարվածի տակ։ Ինչի, որովհետև այս մարդիկ համարում են, որ իրենց իսլամական ամբողջականացման ճանապարհին գլխավոր խոթորնակներից մեկը Հայաստանն է, եթե ոչ ամենագլխավորը։ Եվ դա եղել է դարերով։ Հիմա եվրոպացիները այսօր սարսափահար են, տեսեք։ Եվրոպացիները բայց ասում են Հայաստանում պետք է ընթանա նույն process-ը, ինչը ընթացել է Եվրոպայում։ Եթե հիմա դուք սարսափահար եք, եւ իսլամը ձեր համար այնքան վտանգ չի ներկայացնում, ըստ ծայրահեղական իսլամ, ինչքան մեր համար։ Մենք շրջապատված ենք դրանով։ Դարեդար Դամոկլեան սրի նման նա կախված է եղել, դարեդար մենք ունեցել ենք կորուստներ։ Ի՞նչն է պատճառը, որ այսօր դիտարկվում է այսպես, որ Հայաստանի ներսում կարող է ևս արժե համակարգ ավանդական վերանայվել, իսկ դրանից հետո թեկուզ ջրեղեղ։ Երբ որ այս հրե հողակը մոտենում ես, հիմա ես ձեզ հարցնում եմ, պարզելի, Իրաքի եւ Սիրիայի ռազմադաշտերում սինթեզված ջիհադիստների բազմությունը այսօր ռուսների հարվածների եւ սիրիական բանակի ճնշման ներքո լքում է տարածքները եւ թափանցում է Թուրքիա։ Ուր է գնալու այդ բազմությունները։ Նա պարզ պատկերացնենք, եկավ Թուրքիա։ Ինչպիսի ելքեր ունի։ Ելքերից մեկը ամենապարզերևացող բաց դարպասը Նախիջևանն է։ Որտեղ եղան արդեն 1-2 ոտնձգություններ սահմանի վրա։ Մյուսը Ադրբեջանը հնարավոր ապագա պատերազմական գործողությունների մեջ մասնակցություն ունենալու համար։ Թուրքիան պետք է ազատվի այս արդյունավետ գնումից։ Ամենու պետք է չէ, որտեղ իր ներքին վիճակը ևս բացառիկ լավը չի։ Սաուդյան Արաբիան 600 հոգու վերցրեց, ինքնաթիռներով տեղափոխեց, որովհետև Եմենում մցրի պատերազմական գործողությունների մեջ։ Բայց եկել են լավ պատկերացնում եք, որ տասնյակ հազարներով, չէ՞։ Այդ բան չի, 600 մարդու խնդիր չի։ Հիմա ինչ ա լինելու այդ ամենը։ Մենք կարող ենք այսօր հանգիստ գլուխներս դնենք բարձին, համարենք, որ դա երբ որ գտա մեր դարպասը կծեցի, լավ պատկերացնելով, որ ոգեղեն լիցքի են աստիճանը, որը կրում են այդ մարդուն, որոնք տասնյակներով իրանց պայթացնում են, հենց ամենաառաջին քայլի ժամանակ գրոհելու, կարող է գան եւ թակեն մեր սահմանները։ Հիմա ասում եք աշխարհը ոնց կվերան, աշխարհը եթե կոնցեպցիան վերանայելու։ Ինչա պայքարելու դրա։ Չէ, ոչ վիճակի չի։ Բոլոր տեսակի համանման գործողությունները խարսված են երկու բաղադրիչի վրա։ Զենք, փող։ Եթե հասցնում ես զենք եւ հասցնում ես փող, կարելի է ստեղծել իսլամական պետություն, խալիֆատ։ Բայց թե փողը, թե զենքը կարելի է հասցնել միայն վերահսկելի խողովակների այսօր։ Այսօր այդ բոլոր խողովակները զանգվածաբար այդպիսի զենքի ներմուծում։ Պուտինը զարմացած ասում է, լավ է ինչքան զենք են ներմուծել, որ մենք ռմբակոծում ենք, ռմբահարման արդյունքում պայթյունն այնպիսին է, որ հասնում է ինքնաթիռներին։ Այսինքն այդ օներևակայանի քանակությամբ զենքն ու զինամթերքը որտեղից էր, այդ ինչ փողով է բերված, դա արժեք ունի, չէ՞։ Այդ մարդը զարմացել է, որ այդ արժեքը որտեղից է, այդ փողով է տվել։ Հիմա այս ամենից հետո, երբ որ ասում են, որ դե Իրան կանցնի, դա ինչ-որ մի երևույթ է, որ ես լսեցի երեք ընդհանրապես մի հատ զարմանալի բան, կարմիր բրիգադների հետ սկսեցին համատել, չպատկերացնելով, որ իսլամը մի բան է, 27 դարի քաղաքական ուսմունքները լրիվ ուրիշ բան են, էլի։ Նրանք կարող են մահանան գնան, իսլամը չի Դուք ասում եք եվրոպական արժեհամակարգին հակասում են նրանց արժեհամակարգը, քանի որ Ղուրանի վրա է հիմնված։ Բայց մենք գիտենք, որ Ղուրանը ևս մարդասիրական ուսմունքներ, մոտեցումներ ունի։ Այդ դեպքում ինչի հիման վրա է այս ծայրահեղականությունը։ Ուրեմն այսպես ասենք, էլի Ղուրանը եւ Սուննան իրենց մեջ իրականում կրում են դիսկրիմինացիոն հատվածներ։ Այդպիսի ֆրագմենտներ դրանք ունեն։ Ես չեմ կարծում, որ դա վեճի խնդիր է, ուզում եմ կարող ուղղակի խոսալ այդ ֆրագմենտներից, թե այնտեղ ինչ է գրած,
եւ վերջին հաշվով փորձենք կվինտեսենցիան դրա դիտարկել էլի, այսինքն վարկագծային ողջ կառուցվածքը դնում է Մուհամեդի կյանքի վրա։ Այսպեսին է իսլամը, հիմա լավ վատորի շարժ է, շիաները մի տեսակի են, սուննիները մի այլ տեսակի են, համենայն դեպս նրանց բոլորի համար վարկագծային դերակատարային մոդելը Մուհամեդն է։ Մուհամեդը ինչպիսի քաղաքականություն է իրականացրել, քաղաքականության արդյունքում բոլոր 3 ցեղերը, որոնք ապրում էին Մեդինայում, ոչնչացվել են, հրեական ցեղերի հիմնած քաղաքներ առանձնաբաժան։ Բոլոր 3-ը ոչնչացվել են, համարվում է, որ քրիստոնյաները երկրորդայնացած են եւ պետք է իրանց տեղը իմանային, այս սուննայի վրա են հենվել թուրքական սուլթանների այն հրամանները, համաձայն որի 1453 թվականին Կոստանդնուպոլիսը վերցնելուց հետո Մեհմեդ նվաճողի առաջին հրամանն էր, քրիստոնյաները իրավունք չունեն հակնել իսլամադավանների շորեր, քրիստոնյաները իրավունք չունեն որևէ հրապարակային կրոնական գործողության, քրիստոնյաները իրավունք չունեն հնչեցնել իրենց եկեղեցիների զանգերը, քրիստոնյաները իրավունք չունեն զենք կրել, քրիստոնյաները իրավունք չունեն ձի նստած անցնել փողոցներով, քրիստոնյաների շենքերը իրավունք չունեն ավելի լավ լինել, քան իսլամադավաններինը, քրիստոնյաների տաճարները, կրոնական շենքերը պետք է ցանկապատված լինեն, որպեսզի արտաքինից որևէ մեկի ուշադրությունը չգրավեն։ Հիմա այս ամենը խարսխված է եղել սուննայի վրա, այսինքն այսօր էլ, երբ որ իրականացվում է այն ամենը, ինչը իսլամական պետությունում ձեր սարսափն է առաջացնում, երբ որ 12 տարեկան երեխաները դուրս են գալիս ու դնդակահարում են մարդկանց, երբ որ 10 տարեկան ինչ-որ աղջիկը մարդամորթում, Այդ ինչի է։ Տեսեք, ես ուզում եմ ճշգրիտ պատկերացնել, իսլամը գոյություն ունի կրոնական բարձրագույն հեղինակության դպրոց, մեդրեսե, այն կոչվում է Ալ-Ասղար, գտնվում է Կահիրեում, յուրաքանչյուր 10-15 օրը մեկ Կահիրեից իսլամական պետություն գալիս է հատուկ հանձնաժողով, որին ներկայացվում են բոլոր այն ակտերը, որոնք իրականացված են երկրում եւ խնդրում են նրանցից կրոնական մեկնաբանություն, այսինքն դա իսլամական շարիաթի շրջանակում է իրականացված, ընդունելի է որպես այդպիսի, ով Մուհամեդի վարքագծից դուրս չի, պարբերաբար ստացել են այդ դրական պատասխանները եւ ձեր տեսածը ուրեմն համապատասխանում է իրենց կրոնական պատկերացումներին։ Այդ դեպքում ամբողջին կտակարանը նվաճումների շարք է, այդ դեպքում քրիստոնյաները եւս կարող են ասենք մեջբերումներ անել, թեկուզ այդ 40 օրվա ասենք որ գնում են Մովսեսի հետևից մտնում են Քանանի երկիրը, այդ ամբողջ նվաճումների շարք է, այդ դեպքում հակադրությունը ո՞րն է։ Մեկնաբանության խնդիր չի ավելի։ Չէ, գիտեք ինչ կա, մեկնաբանության խնդիրը չի, որտեղ այնտեղ գոյություն են ուղղակի ցուցումներ գործողությունների, հանրական ցուցումներ գործողությունների ուրանի մասնակցությամբ։ Նախ հինգտակարանը միջնորդավորված է կապված քրիստոնեության հետ, եւ նրա գոյությունը քրիստոնեության մեջ պայմանավորված է մենակ մեկ բանով, կներեք երկու բանով։ Առաջին հերթին, որ հռոմում գործում էր օրենք համաձայն, որի նախնյաց պաշտամունքի եւ կրոնի համար չէր կարող որևէ մեկը հալածվել, իսկ քրիստոնյաների հալածանքի ժամանակ նրանց համար փրկողակ է հայտարարել է, որ հինգտակարանը հանդիսանում է իրանց սուրբ գիրքը եւս։ Եվ երկրորդ հանգամանքը, որ քրիստոնեից պետությունները, թագավորությունները նոր գտակարանում չունեին հիմք, որով արդարացնեին իրենց վարվեցողության այս կամ այն տարբերակը։ Թագավորների մասին խոսակցություն կա 5 գտակարանում։ Իհարկե այն էլ է հարաբերական, բայց ինչ որ բան կա։ Այս երկու պատճառներով, ասենք այդ 5 գտակարանը նա վարվեցողության հիմք քրիստոնյաների համար չի կարող ունել, որովհետև մեր հիմքերի հիմքը հանդիսանում է նոր գտակարան։ Ամեն անգամ պատարագին կարդում են հատվածներ ինչ գտակարան։ Ես ասում եմ, դա մնացել է որպես էցին, բայց վարքագից իրենով պայմանավորել է բավականին բարդ է։ Եվ մեր համար վարքագծային մոդելի կրողը Հիսուս Քրիստոսն է, փրկիչը։ Մեր համար 5 գտակարանը չէ եւ 5 գտակարանում մենք եթե ուզում եք հանդարնամար մանզը, ես ձանձրաստել այդ ամեն ինչի վրա է։ Բայց Քոչատրյան հարց կա։ Հետո հաճախ նշեցիք, որ իսլամական պետության քիլաֆից հետո Հայաստանում այս դեպքում մեր ազգային ինչպես Որ համոզման մենք պետք է ունենանք ոգեղեն այն լիցքով բանակ, որը ի վիճակի է առճակատվել համանման փորձության, համանման հակառակորդի հետ։ Ամենագլխավորը, որը բաղկացած է բազմաթիվ տարրերից, բազմաթիվ բաղադրիչներից։
Երկրորդ հանգամանքը մենք պետք է ունենանք մոնոլիտ երկիր։ Այս պատճառով ասենք այսօրվա համանդրական այոյի ոչի գործընթացը ես համարում եմ բացասական, որովհետև այն տանում է երկրում գոյություն ունեցող ուժերի պոլարիզացիային, վերահացմանը եւ չեն բացառում նաեւ արժեքակմանը, որը ստեղծված իրավիճակում բացարձակ անթույլատրելի ապագա է Հայաստանի համար։ Պետք է լինի հնարավորինս միասնական արդարացիության շեմի կտրուկ բարձրացման հասարակության մեջ, հավատի վերականգնման հանդեպ իշխանություններ, կարելի է տարբեր տարբերակներով, ինչպես պատկերացնում են, բայց լավ պատկերացնենք, որ սա մարտահրավեր չի լինում ես, սա չի լինելու մեր համար ասենք փորձություն, սա սպառնալիք է։ Պարզ ձևակերպենք, դա մեր համար սպառնալիք է։ Եվ այս իրավիճակում ուրիշ քայլեր, որոնք կարող են տանել, օրինակի համար ասենք պրեզիդենտի ինստիտուտի վերանայում, հա։ Ես համարում եմ անթույլատրելի, որտեղ ստեղծված իրավիճակում կարևորագույն բաղադրիչներից մեկը անվտանգության իրավիճակի օպերատիվ եւ վերահսկողությունը եւ կառավարումը, որի դեպքում պրեզիդենտական ինստիտուտը անհրաժեշտություն է։ Հրամայական է։ Բոլորս տեսնում ենք Եվրոպան արդյոք մենք անընդհատ աչքերս փակում ենք ինչպես է Եվրոպան, հիմա տեսեք, դուք ասացիք կրոնական պատերազմ ավելի խոր է եթե արտահայտվող քաղաքական բախում։ Այսօր նույն եվրոպացիները եւ ամերիկացիները հայտարարում են, որ պետք է այդ խոսքերը ևս վերանայել, հիմա ես ճշգրիտ ձևակերպում եմ ասում, քաղաքականության վրա շահախված կամ քաղաքականությամբ շահախված ինքնության խնդիրներ։ Մի բան հասկացա՞ք սրանք։ Վերջին հաշվով մոտավորապես հաշվում եմ, որ նույն բանն է, բայց տանում է հասարակական մոլորեցման։ Հիմա այսօր սովորել ենք, որ փոխվում են հասկացությունները եւ մարդը վերջնականապես մոլորվում է։ Մինչև ճշգրիտ չասվի, որ այս քաղաքական բախում է, իսլամը եղել է աշխարհակալական կրոն, դա լավ է թե վատ ուրիշ հարց է, բայց օբյեկտիվ չափորոշիչ է այդ կրոնի եղել է դա, նա եղել է աշխարհակալական կրոն, նա քրիստոնեության պես ներսից չի նվաճել հռոմեական կայսրությունը, նա սրով նվաճել է իր կայսրությունը, ստեղծել է իր աշխարհի հատվածը։ Այստեղ ակտեր են, դուք ասում եք բախում, բայց չէ որ մենք հասկանում ենք, որ ակտը ինքը միանգամից չէ, շարունակական է։ Եվ եթե շարունակական լինի, արդյոք պատրաստ է երկրորդ կողմը, դիմացի կողմը, որը երկրորդ բևերն է, այսպես ասած, կրոնական բևերն է, դիմակայել։ Ոչ մի խնդիր չունի, եթե միասնական գործողությունների անցնի։ Բայց եթե շատ հարցական։ Եթե շատ հարցական է, որովհետև այսօր մենք չունենք այդ եթեի դրսևորումը գնում է դեպի դա, մենք չունենք, այսինքն ամբողջ աշխարհը այս երկրորդ բևերը ինքը չասեմ պարակված, բայց միասնական չէ։ Չգիտեք, եթե երկրորդ բևերի մասերից որևէ մեկը չօգնի իսլամական ծայրահեղականներին, նրանք էլի չեն դիմանա։ Որովհետև փաստը ինչ է, իսլամը տարբերական հարցեր է քրիստոնեության, պարզ խոսանք, հյուսատական կայսրությունը կործանել է, մտել է Եվրոպայից չեն կարողացել քշել իսլամադավաններին, Վիեննա պաշարման մեջ է եղել պարզ չի քանի անգամ, Փարիզում ցարսափահար թագավորներ է ուզեցել խախտի, Գերմանիայում ինչ ասես եղել է, էլի։ Այսինքն դուք տեսնում եք երկրորդ բևերից անցում դեպի առաջին բևեր, այսինքն իսլամ դեպի աջակցություն իսլամական ուժերի։ Երկրորդ բևերը ուզում ասենք թույլատնել իր հաղթահարողի հնարավոր եւ այսօր դրված ամենակարևոր հարցերից մեկը աշխարհակալության խնդիրը, աշխարհում հեգեմոնիայի խնդիրը, այս հեգեմոնիայի խնդրի ներքո ռեալ պոլիտիկի հաշվարկները շատ դեպքում բերում են նրան, որ օգտագործել այն ամենը, ինչ ձեռքի տակ կա։ Հիմա ձեռքի տակ եղած լավագույն գործիքներից մեկը ծայրահեղականների պատմությունն է։ Այսինքն այդ ռումբը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով։ Չէ, այն դրա համար էլ ասում են քաղաքականության շաղախված ինքնության խնդիր։ Այսինքն քաղաքականություն կարծո առաջին դիրք, եւ ես չեմ գոհանա, էլի, այս մի քանի ամիս առաջ, երբ որ Ամերիկայի խոշորագույն բանկերներից մեկը ուղղակի հայտարարեց, որ հայ ախպեր, հերիք եղավ քաղաքականությամբ կառավարել բանկային համակարգը։
բանկային համակարգը ստաբիլության կարիք ունի։ Քաղաքականությունը ստաբիլ չի լինում երբեք, նա փոփոխվում է։ Բերեք կլինի ստաբիլ պայմանավորվենք ում հետ ինչ է, ինչքանով է, պարզ իմանանք, որ գնում ենք S կամ N վեկտորով։ Հիմա եթե այդ վեկտորը չկա, ուժագիծը բացա